Սիրելիներ, ողջույն, ինչպես եք թանկագիրներս։ Ուրախ եմ, որ միացել եք իմ ալիքին, այսօր հետաքրքիր քաղցրավենիք ենք պատրաստելու, ճապոնական քաղցրավենիք է, Իտալիայում ասում են մոչի, ռուսները ասում են մոցի, չգիտեմ ինչպես է իրականում արտասանվում, բայց ես կարտասանեմ այնպես, ինչպես Իտալիայում են արտասանում։ Հետաքրքիր խմորեղեն է, քաղցրեղեն է, սիրելիներս, անպայման փորձեք պատրաստեք, հեշտ է պատրաստվում, արագ է պատրաստվում, գազօջախի վրա է լինելու ու ոչ մի ջեռոց, ոչ մի բան, ու շատ արագ։ Ուրեմն ինչ է մեզ անհրաժեշտ լինելու, ամենակարևոր բաղադրիչը բրնձի ալյուրն է, պետք է ընտրեք սոսնձվող տարբերակը, ես սովորական բրնձի ալյուր եմ ձեռք բերել, սոսնձվող տարբերակը մեր խանութում չկար, էլ ես կոմենկոմ չգնացի դրա համար, 100 գրամ սովորական բրնձի ալյուր ունեմ, օգտագործելու ենք 30 գրամ օսլա, եգիպտացորենի օսլա է, այսպես մի լավ կխառնեմ, շաքարավազ է, կրկին 30 գրամ, շատ քաղցր չեմ անելու, վանիլին եմ օգտագործում, սիրելիներս կարող եք գունավոր պատրաստել, գույն օրինակ ավելացնել, որպեսզի գունավոր լինի, ես սիրում եմ սպիտակ տարբերակը, չգիտեմ ինչու, գույն օգտագործված խմորեղեններից մի քիչ հեռու եմ, օգտագործում եմ հիմնականում կարմիր գույնը կարմիր թավիշ պատրաստելուց։ Մնացած դեպքերում աշխատում եմ տորթերի համար նախատեսած գույներ չօգտագործել։ Սա էլ էսպես և ավելացնում եմ 180 մլ կաթ սովորական կաթ է, առանց եռացնելու սովորական կաթ է։ Ու 20 մլ սովորական անհոտ ձեթ։ Հիմա այս ամենը այնքան լավ պետք է խառնենք իրար, որ առանց գնդիկների զանգված ստանանք։ Լավ խառնենք։ Երբ որ լավ խառնում եք, վերցնում եք մի հատ հարմար թավա ու տեղափոխում ենք թավայի մեջ։ Դնելու ենք մարմանդ կրակին, անընդհատ խառնելով, ինքը արդեն սկսելու է թանձրանալ։ Սիրելիներս, կրակի վրա այնքան ենք խառնելու, մինչև որ ստացվի չկտրվող մասսա, այսինքն խմորը ինքը եփվելու է և ստացվելու է ձգվող մասսա։ Վերջ, դրեցի կրակին, հիմա այսպես սիրուն խառնում ենք, ինքը սկսելու է պնդանալ, գնդիկներ է առաջանալու, բայց չվախենաք։ Այ տեսեք, կամաց հավաքվում է, որ ասում էի գնդիկներ, սրա մասին է խոսքը, այնքան ենք խառնելու, որ ամբողջությամբ հավաքվի։ Այ տեսեք հավաքվում է, սիրելիներս, բայց պետք է այնքան կրակի վրա էփենք, որ ինքը ստացվի պինդ ու ձգվող մասսա։ Սիրելիներս, իմ մոտ դեռ կտրտվում է, բայց քանի որ ես սոսնձվող բրինձի ալյուր չեմ ձեռք բերել, այսքանով կբավարարվեմ։ Տեղափոխում եմ, քանի որ տաք է զգուշ ենք լինում, այսպես հարթեցնում եմ, կամ տեղափոխեք սառնարան, որպեսզի սառի, կամ սենյակային ջերմաստիճանում պահեք, որպեսզի հետո կարողանանք հետը աշխատել, որովհետև հիմա տաք է, թողնում եք, որպեսզի մի փոքրիկ հանգստանա։ Մոտավորապես 10 րոպե անցել է, կարևորը որ կարողանանք խմորի հետ աշխատել, որ ինքը տաք չլինի, ձեռքերը չվառի, սիրելիներս։ Ինչ ենք անում, սկսում ենք հավաքել։ Խմորը պետք է այսպես հունցելու նման հավաքենք։ Կարող եք օգտագործել էլի օսլա, եգիպտացորենի օսլա ենք մի քիչ շաղ տալիս և խմորը հունցում ենք։ Տեսեք ինչ հետաքրքիր ձգվող, ձիգ,
Այ այսպես պետք է լինի խմորը։ Դե ես ասում եմ խմոր, բայց ինքը արդեն եփված վիճակում է ու բաժանում ենք մասերի, գնդերի, սիրելիներս, գնդերը դուք որոշեք չափը, մեծ, փոքր, չասեք այսքան բաժնից քանի հատ է դուրս գալիս։ Եթե փոքր անեք, շատ է դուրս գալու, մեծ անեք, իհարկե քիչ է դուրս գալու, սա արդեն կախված է ձեզանից։ Ինչպես որ էկլերներն եք միշտ ինձ հարցնում, քանի հատ դուրս եկավ, երբեք չեմ հաշվել, բայց դուք եք որոշում։ Փոքր անեք, շատ է դուրս գալու։ Ինչպես որ թխված կաբելիտները, ինչպես որ մնացած խմորեղենները։ Մեծ անեք, շատ է քիչ է լինելու։ Ու գնդեր եմ անում։ Գիտեք չէ, ճապոնացիները հենց այսպես էլ ուտում են իրենք։ Սիրելիներ, մի քիչ եփովի կրեմ եմ պատրաստել, չէի ուզում տեսանյութի մեջ անդադ կրեմ պատրաստեմ, արդեն գիտեք ինչպես եմ պատրաստում, հղումը կդնեմ ներքևում, թե ինչպես եմ պատրաստում եփովի համեղ կրեմ, որ կարող եք օգտագործել ցանկացած տորթերի համար, այդ տեսեք, ու օգտագործել եմ բնական վանիլին, այս անգամ սև հատիկները, որ տեսնեք ինքն է, ու սրանով եմ լցոնելու այս անգամ։ Մի փոքրիկ օսլայով հիմա բացում ենք գնդերը։ Կարող եք շատ բարակ բացել, ինչպես որ ուզում եք, դուք գիտեք։ Ու հետո վերցնում եք մի սովորական հաժմար աման, որպեսզի կարողանաք լցոնել։ Ու կրեմ եք լցոնում։ Իրեն զգուշությամբ այսպես եզրերից բերում ու հավաքում ենք։ Տեսնում եք կրեմ մի քիչ շատ լցրեցի, բայց խնդիր չկա։ Կարող եք որևէ միրգ դնել մեջտեղում, դա ըստ ցանկությանը։ Այսպես զգուշ բերում ենք եզրերից ու ծածկում ենք լավ։ Այսպես։ Կարող եք այս հատվածը, որ մի քիչ հաստ է լինում, նաև կտրել, կարող եք եւ ոչ։ Այսպես իրեն սիրուն գունդ ենք անում ու տեղավորում ենք որևէ գեղեցիկ տարայի մեջ։ Սիրելիներս, տեսեք, 6 հատը ես պատրաստեցի։ Հիմա ասել էի, չէ, որ կարող եք եւ գույնով անել, կարող եք ինչ-որ ձևով զարդարել, ես ուղղակի կակաո եմ ցանելու, որովհետեւ շատ եմ սիրում կակաոյով։ Կցանեմ ու անուշ կանենք։ Ծամոնի նման, ռեզինի նման երկար ծամվում է, դե այդպես էլ պետք է լինի բնականաբար, բայց շատ համեղ է, սիրելիներ, շնորհակալ եմ, որ դիտեցիք, անուշ լինի բոլորիս։